Բարի երեկո, տիկնայք եւ պարոնայք։ Մենք շարունակում ենք ինչ որտեղ երբ հայաստանյան խաղերի ձմեռային եթերաշրջանը, որն իրականացվում է Իգրա TV հեռուստաընկերության կողմից տրամադրված արտոնագրի հիման վրա եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի աջակցությամբ։ Մեր հեռուստադիտողներն արդեն տեղյակ են, որ բոլոր ոչ մրցութային խաղերն այսուհետ անցկացվելու են հայերենով։ Եվ այսօր մեր ակումբում հենց այդպիսի խաղ է։ Ընդ որում այս թիմն արդեն հասցրել է աչքի ընկնել իր հետաքրքիր խաղով։ Եվ ես խաղի եմ հրավիրում Լիլիթ Թումանյանի թիմին։ Times AM կայքի գլխավոր խմբագիր Հրանտ Մելիք-Շահնազարյան, Տոսպար ռադիոընկերության տնօրեն Արամ Չախոյան, ժամը լրատվականի լրագրող Արկադի Գրիգորյան, Առավոտ թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյան, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյան եւ թիմի ավագ հեռուստա եւ ռադիո հաղորդավար Լիլիթ Թումանյան։ Լիլիթ Թումանյանի թիմի դեմ այսօր կխաղան Մարինա Սարգսյանը, Արշավիր Խաչատրյանը, Սերգեյ Ավչյանը, Մեհեր Մեհերյանը, Գևորգ Դադայանը, Ալինա Ավակյանը, Բլից, Քրիստինե Ղազարյանը, Մեհեր Նաղդալյանը, Սեդա Դունյանը, Մարինա Ռեդինսկայան, Մարիետտա Աթասյանը եւ Ռոզգոստրախ Արմենյան։ Ինչ որտեղ երբ ձմեռային խաղեր, հեռուստադիտողներն ընդդեմ գիտակների, հաղթող կճանաչվեն նրանք, ովքեր կվաստակեն 6 միավոր։ Հաշիվն է 0-0։ Առաջին խաղապուկ։ Բարի երեկո, հարգելի գիտակներ։ Բարի երեկո։ Լիլիթ, առաջին խաղը, երբ ես դիտեցի եթերում, այնպիսի տպավորություն էր, որ թեև բոլորը սովոր են եթերին, կարծեք թե ոչ առաջին անգամ են դուրս գալիս եթեր, բայց խաղի ժամանակ այնպիսի տպավորություն ստացա, կարծես առաջին անգամ էին բոլորը եթերում։ Ինչու էր այդպիսի տպավորությունը, թե դա միայն սուբյեկտիվ տպավորությունն է։ Չէ, հնարավոր է, որ ինչ-որ աստիճանի ճշմարտություն կա ձեր խոսքերի մեջ, որովհետև մենք բոլորս հուզվում ենք խաղից առաջ, անկախ նրանից, թե ինչքան ենք եղել եթերում, ամեն դեպքում խաղը պարտավորեցնում է, դա այլ զգացողություններ են եւ այլ տպավորություններ են։ Բլից։ 3 հարց յուրաքանչյուրին պատասխանելու համար տրվում է 20 վայրկյան ժամանակ։ Մեկ միավոր վաստակելու համար գիտակները պետք է պատասխանեն բոլոր 3 հարցերին։ Ուշադրություն, հարց առաջին։ Պարսից արքա Կամբյուսեսը ճակատամարտ սկսելով Եգիպտոսում հրամայել էր իր զինվորներին հետևազորի առաջին շարքերում զենքի փոխարեն ձեռքներին պահել կատուներ։ Նաիրա Բարսեղյանը Երևանից խնդրում է ձեզ պատասխանել. ինչու էր Կամբյուսեսը նման որոշում կայացրել։ Ժամանակ։ Կատուները եգիպտացիների համար սուրբ կենդանի են, չար ոգիների դեմ են պաշտպանում, սրբություն են համարվում։ Նույն բանն է ինչ-որ հնդկացիների դեմ կամ հնդկացիների կողմով։ Այսինքն քննարկում եք թե պատասխանում եք։ Ժամանակ։ Պատասխանում է Սամվելը Մարտիրոսյան։ Լսում եմ ձեզ, պարոն Մարտիրոսյան։ Եգիպտացիների համար, քանի որ փիսիկները սրբազան կենդանիներ էին, ոչ մի եգիպտացի իրեն թույլ չէր տա մատով կպնել այդ զորքին, որը կատու կար, այսինքն դրա համար կատուներով ոնց որ դա վահան էր, էլի, ամենալավ վահանը կատուն էր։ Հասկանալի է, ձեր պատասխանը հասկանալի է, պարոն Մարտիրոսյան, ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Այդպես Կամբյուսեսը մեր թվարկությունից առաջ 525 թվականին նվաճեց Եգիպտոսը։ Առաջին հարցին պատասխանեցիք ճիշտ, շարունակում ենք բլիցը։ Ուշադրություն, հարց երկրորդ։ 2013 թվականի օգոստոսին Մեծ Բրիտանիայում առաջին անգամ տեղի ունեցավ մրցույթ տնային սկունսների համար։ Առաջին փուլում գնահատում էին սկունսների արտաքին տեսքը, երկրորդ փուլում նրանց հագուստը։ Սուսաննա Մանասերյանը Երևանից խնդրում է ձեզ պատասխանել. ինչ մրցույթ էր դա։ Ժամանակ։
Ինչ մրցույթ է դա, չի ասում հոտերի մասին երրորդ Չի ասում երրորդը ինչ է։ Ենթադրվում է որևիցե օթորակիչների կամ Ամեն դեպքում երրորդը հոտը։ երրորդը հոտը եւ բանը։ այն ընկերությունը, որը կարտադրի այնպիսի օթորակիչ, որը որ փակի Որակը, որակը, եւ ամենավորովհետեւ ամենա տհաճողներից մեկն է։ Ժամանակ։ Պատասխանում է Արամ Չախոյան։ Լսում ենք ձեզ, պարոն Չախոյան։ Բանալուտավար մեր քննարկման արդյունքում ենք հանգեցինք այն մտքին, որ դա օթորակիչների արտադրողների մրցույթ էր, այսինքն սկունսը, ինչպես գիտենք, դա այն կենդանին է, որը որ հատուկ գեղձերի շնորհիվ արձակում է շատ տհաճ հոտ պաշտպանվելու նպատակով բնությունում եւ այդ հոտը փակելու եւ վնասազերծելու համար պետք է շատ լուրջ օթորակիչներ։ Ձեր պատասխանը հասկանալի է, պարոն Չախոյան, ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Չախոյան, դուք լսեցիք, որ ես ասեցի տնային սկունսների։ Մեծ Բրիտանիայում, Միացյալ Նահանգներում բավականին ընդունված է տանը պահել սկունսներ, բայց նման դեպքերում այդ գեղձերը, որոնք հոտ են արձակում, հեռացված են լինում։ Իսկ Մեծ Բրիտանիայում 13 թվականին երբ առաջին փուլում գնահատում էին սկունսների արտաքին տեսքը, իսկ երկրորդ փուլում հագուստը, տնային սկունսների համար կազմակերպված գեղեցկության առաջին մրցույթն էր։ Եվ Սուսաննա Մանասերյանը բերում է առաջին, վաստակում է առաջին միավորը իր թիմի համար, հաշիվը դառնում է 1-0 հոգուտ հեռուստադիտողների եւ վաստակում 100,000 դրամ Ռոզգոստրախ Արմենիա ընկերությունից։ Նման մրցույթներ, պարոն Չախոյան, նման ես չեմ ուզում կոպիտ արտահայտվել, բայց տարօրինակ մրցույթներ արտասահմանում շատ են անցկացվում եւ դրանցից մեկը հենց այս մրցույթն է։ Ինչ որտեղ եւ ձմեռային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Ռոզգոստրախ Արմենիա ընկերությունը, հովանավորներ Յուկոմ ընկերություն, Կոնյակ Մադաթը, PC Electronics խանութ սրահ, Եվրոստան ույուտ ընկերություն, հեռուստադիտողների եւ գիտակների գործընկերն է Նուրքատը։ Գովաստ Արմենիա TV-ի եթերում։ Ուշադրություն, այս խաղի լավագույն գիտակին, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանը նվիրում է իր կատարումների ձայնասկավառակը եւ գիրք կազմապրուտկով իզբրնե է։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում բյուրոկրատ գրախանութին մեզ գրքեր տրամադրելու համար։ Շարունակում ենք խաղը երկրորդ խաղափուլ։ Ուշադրություն, ինչ որտեղ երբ ձմեռային եթերաշրջանի եզրափակիչ խաղում կշնորհվի գլխավոր մրցանակը, Մարմարե արծիվը, եթե եզրափակիչ խաղում հաղթեն գիտակները, ապա գլխավոր մրցանակը, ինչպես նաև Ռոզգոստրախ Արմենիա ընկերության կողմից սահմանված դրամական պարգևը կստանա այդ թիմի լավագույն գիտակը։ Իսկ եթե եզրափակիչ խաղում հաղթեն հեռուստադիտողները, ապա Մարմարե արծիվն ու դրամական պարգևը կստանա լավագույն հարցի հեղինակը։ Ձեր դեմ խաղում է Քրիստինե Ղազարյանը, տնային տնտեսուհի Վանաձորից։ Մանրադիտակն ու աստղադիտակը աչքի շարունակությունն են։ Գութանն ու սուսերը ձեռքի, իսկ հեռախոսը ձայնի շարունակությունն է։ Ուշադրություն հարցը։ Գրող Խորխե Լուիս Բորխեսի կարծիքով ինչն է մարդկային հիշողության եւ երևակայության շարունակությունը։ Ժամանակ։ Թանկը գրիչը։ Օրագիրը իրաց։ Գրիչը թանկը։ Իր օրագիրը Իրականում դժվար թե լինի, որովհետև մի քիչ մեծ է, կարա լինի գիրքը կամ գրիչը, որովհետև սրանք անմիջական Բոլորը փոխը բաներ են, գործիքներ են, ուրեմն գրիչը Ամենալավ հիշողությունը ամենավատ թանկից վատ է։ Թանակ, գրիչ, Գրիչ շատ Գրիչը որտեղ գործիքների բան է, շարունակություն։ տարբերակ, Տարբերակ կա, ես կարծում եմ բոլորը իրեր էին։ Երևակայության էլ կա։ Բոլոր հատկանիշները բայց տրված է երևակայությունը Ենթադրվում է, որ շարքի մեջ եւս իր պետք է լինի։ իր կամ գրիչ կամ գիրք, էլ Տարբերակները ուրիշ մտածեք, թուղթը կարող է լինի։ Թուղթը շատ կարող է լինել որպես պատկերման միջոց։ Այսինքն իրացով Բորխեսը կարող է նաեւ այդ հիշողության բայց Բորխեսը նկարիչ է։ հիշողության համար Եվ կոյրեր, ոնց որ ծոցատետը տարբերակ է։ Գրիչ ամենակը։ Գրիչ ու կույր էր, Գրիչ ու թուղթը գրիչ։ Գրիչ մենակ ասա։ գրիչ։ Ժամանակ։ Պատասխանում է Արամ Չախոյան։
Արամը Չախոյան։ Դուք համոզված եք Լիլիթ։ Ենթադրում եմ, որ թերևս ամենաբարդ հարցերի պատասխանները ի վերջո բաժին է հասնելու ինձ պատասխանել։ Մենք հանգեցինք այն մի քանի վարկածներ ունենք, պարոն հաղորդավար, բայց հակված եմ այնուամենայնիվ Որն էին։ գրիչին, այո։ Իսկ ուրիշ ինչ վարկած ունեիք, պարոն Չախոյան։ Թուղթ, ծոցատետր, գիրք։ Դուք գտնում եք, որ գրիչը երևակայություն է, այո։ Երևակայությունը արտահայտելու եւս մի միջոց է։ Հասկանալի է։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Գրող Խորխե Լուիս Բորխեսի կարծիքով մանրադիտակն ու աստղադիտակը աչքի շարունակությունն են։ Գութանն ու սուսերը ձեռքի, հեռախոսը ձայնի, իսկ մարդկային հիշողության ու երևակայության շարունակությունն է, պարոն Չախոյան, Լիլիթ, գիրքը։ Հաշիվը դառնում է 2-0 հոգուտ հեռուստա դիտողների և Քրիստինե Ղազարյանը ստանում է 120,000 դրամ պարգև Ռոսգոստրախ Արմենիա ընկերությունից։ Ուշադրություն, այսօրվա խաղի լավագույն հարցի եղինակին և լավագույն գիտակին Յուկոմ ընկերությունը նվիրում է 99 վերնագիրը կրող գիրքը, որը ստեղծվել է Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցի կապակցությամբ։ Տիկնայք և պարոնայք, դահլիճում ներկա են Յուկոմ ընկերության տնօրեն Հայկ Եսայանը և ընկերության փոխտնօրեն Արամ Վարսեղյանը։ Բարի երեկո, պարոնայք։ Բարի երեկո։ Պարոն Եսայան, ինտերնետից օգտվող մարդիկ, մասնավորապես մեր այսօրվա խաղի մասնակից լրագրողները շատ հաճախ կարիք են ունենում կարճ ժամանակում փոխել իրենց ինտերնետի արագությունը, աշխատանքն ավելի օպերատիվ դարձնելու համար։ Արդյոք Յուկոմ ընկերությունը մտածում է ինչ-որ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։ Յուկոմ ընկերությունը արդեն քայլեր ձեռնարկել է, հեռահաղորդակցության հայաստանյան շուկայում առաջին քայլերն են։ Ցանկացած բաժնորդ կարող է փոփոխել իրեն հասնող ծառայությունները on-line ռեժիմով, այսինքն տնից մտնելով իր սեփական կայքում, սեփական սենյակ, փոփոխել արագությունները, ստանալ նոր ծառայությունների հնարավորություն, անջատել ինչ-որ ալիք, ավելացնել ալիքներ։ Այս ամենը այսօր տնից հասանելի են առանց գրասենյակ այցելելու։ Այսինքն յուրաքանչյուր հաճախորդ, ես այդպես եմ հասկանում, այսուհետ ունի իր վիրտուալ սենյակը։ Այո, վիրտուալ սենյակը նայելու իր հաշիվները, վճարումները իրականացնելու եւ փոփոխելու ծառայությունների այն շարքը, որը ինքը ստանում է։ Շնորհակալություն, պարոն Եսայան, շարունակում ենք խաղը, երրորդ խաղափուլ։ Հարգելի հեռուստադիտողներ, այսուհետ բոլոր ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները կարող եք ստանալ igra.tv.am կայքում։ Այդ նույն հասցեին կարող եք ուղարկել նաև ձեր հարցերը։ Ռոսգոստրախ Արմենիա։ Ձեր դեմ խաղում է Եղեգնաձոր մասնաճյուղի գրասենյակային վաճառքների մենեջեր Անահիտ Ֆրանգուլյանը։ Ուշադրություն էկրանին։ 2013 թվականին ամերիկյան կիթառահար Ջոն Էնթոնի Ֆրուշանտեն այս սարքի միջոցով կազմակերպեց իր նոր ալբոմի շնորհանդեսը բոլոր ցանկացողների համար։ Ուշադրություն հարցը։ Որտեղից էր իրականացվել շնորհանդեսի հեռարձակումը։ Ժամանակ։ YouTube-ով կարող անել։ Բացի ինտերնետից, Համացանցից հենց։ այսինքն առաջին անգամ Ինչ սարք էր։ Սարքը լազերներով կարող օպտիկական ինչ-որ կապի փոխանցման միջոց։ կարող է մեծ մանիտորներ էին։ Այսինքն համերգը իրականում այլ տեղեր մանիտորներով Երկնակամարում լազերի օգնությամբ կա այդպիսի տեխնոլոգիա։ Անապատային տեղեր չէ։ անապատային տեղեր ու Այսինքն որևիցե մի բաց տարածությունում երկնակամարում լազերի օգնությամբ երաչափ ընդորում։ որտեղից է իրականացվել։ Մի քանի կետերից Կարող է հենց նկարահանման վայրից։ Օդի Որտեղից մի գուցե նկատի ունեմ, որտեղ ոչ չկար այսինքն անապատից։ Չէ՞ կարող հենց on-line Դե պատը որ on-line-ի Իսկ անապատը նրա համար որպեսզի ոչ մի խանգարող շինություն չլինի։ Այսինքն ենթադրվում է, որ շատ նման է լազերով երաչափ պատկեր ստանալու օդում ուղղակի երկնակամարի վրա։ Քան կարող ստանալ։ Նման է բոլոր դեպքերում, ես Գուցե նման տարբերակն է, որ առաջին անգամ on-line է։ ինտերնետը շափազանց պարզ տարբերակ է։ Առաջին համերգ։ Ժամանակ։
Պարոն հաղորդավար, պատասխանում է Հրանտ Մելիք Շահնազարյան։ Մելիք Շահնազարյան, Հրանտ, լսում ենք ձեզ։ Մենք կարծում ենք, որ սա համացանցում առաջի անգամ ներկայացնելու փորձն է, այսինքն համացանցի միջոցով։ 13 թվականին, պարոն Մելիք Շահնազարյան։ Այո, որպես պրեմիերա։ Որպես պրեմիերա։ Պատասխանը ընդունված է, ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Ջոն Անթոնի Ֆրուշանտեն կազմակերպեց իր նոր ալբոմի շնորհանդեսը բոլոր ցանկացողների համար։ Դուք լսեցիք այդ արտահայտությունը։ Այո։ Այս սարքը հեռարձակիչ էր, ուշադրություն էկրանին, որը տեղադրվել էր արհեստական արբանյակի վրա եւ հեռարձակումը ապահովում էր դիեզերքից։ 3-0 եւ հերոստատիտողները ստանում են երրորդ միավորը, բայց գումար այս անգամ չեն ստանում, որովհետեւ սա խաղում է Ռոսգոստրախ Արմենիայի դեպ ուզում եմ հիշեցնել Լիլիթ, Այո։ որ խաղի ընթացքում մեկ անգամ դուք կարող եք օգտվել դահլիճի օգնությունից, բայց միայն այն դեպքում, երբ պարտվում եք հերոստատիտողներին, օրինակ հիմա, այո, հաջորդ խաղապուլին, իսկ ես ուզում եմ հիշեցնել, որ մեր դահլիճում ներկա է գտնվում ազգային ժողովի պատգամավոր Եվրոստան ույուտ ընկերության հիմնադիր պարոն Մանվել Բադեյանը։ Բարի երեկո, պարոն Բադեյան։ Բարև ձեզ։ Պարոն Բադեյան, վերջին տարիներին շատերը գերադասում են ամանորը նշել արտասահմանում կայ Հայաստանի հանգստյան տներում։ Ինչ առաջարկություններ ունի Եվրոստան ույուտը այս ամանորի օրերին։ Որքանով ես գիտեմ, Եվրոստան ույուտը աշխարհի ցանկացած երկրում կարող է կազմակերպել հանգիստը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններում։ Տարբերությունն այն է, որ քանի որ մենք ունենք ընդարձակ ցանց ամբողջ աշխարհում տուրօպերատորների, մենք կարող ենք երաշխավորել որակը հանգստի, այսինքն այն, որ նկարագիրը համընկնում է իրական պատկերին։ Նաև կարող ենք երաշխավորել Ինչը շատ կարևոր է այսօր, որովհետև ինտերնետով մի բան ենք տեսնում, հետո գնում ենք լրիվ այլ բան է լինում։ Նաև կարող են երաշխավորել ցածրագույն գները, որովհետև անմիջական գնորդներն են։ Այդքան։ Եղավ, շնորհակալություն, հարգելի լրագրողներ, ինձ թվում է մի փոքր չի խանգարի աշխուժանալ։ Երաժշտական դադար։
Շնորհակալություն։ Շարունակում ենք խաղը 4-րդ խաղափուլ։ Հարգելի հեռուստադիտողներ, ձեզ ենք ներկայացնում ինչ որտեղ երբ հեռուստախաղին հեռուստադիտողների մասնակցության կանոնակարգը։ Ըստ այդմ, մեր խմբագրակազմը հեղինակների հետ հաղորդման ուղարկած հարցերի շուրջ բանակցությունների մեջ չի մտնում։ Իրեն իրավունք է վերապահում խմբագրել եւ վերափոխել հարցերը, ինչպես նաեւ օգտագործել ձեր կողմից ուղարկված նյութերը սեփական հայացողությամբ։ Ձեր դեմ խաղում է Արշավիր Խաչատրյանը, թոշակառու Երևանից։ Ռուս գրող Ֆազիլ Իսկանդերը նշում է. դրան տիրապետելու եւ այն ունենալու համար պետք է ընկնել ծայրահեղ հոռետեսության գիրկը, նայել սարսափելի անդունդի մեջ, համոզվել, որ այնտեղ ոչինչ չկա ու կամաց հետ վերադառնալ։ Ուշադրություն հարցը. ինչն է Իսկանդերի կարծիքով այն հետքը, որը մնում է այդ ինքնատիպ հետադարձի ճանապարհին։ Ժամանակ։ Так, Սապորտ։ կենսապորտ։ Ինքը ճարտարապետության Կենսապորտ ունենալու համար պետք է Լավատեսություն։ ընկնել հոռետեսության հույս։ Հետքը ո՞րն է հետքը այդ դեպքում։ Ամենալավը մնում է հույսը այդ ամեն ինչից հետո դա ունենալու չէ տիրապետելուն է դրան տիրապետելու եւ ունենալու համար Բավականաչափ կյանքի մասին է խոսում։ չէ ունենալ տիրապետել փորձ կենսափորձ բայց պարզ բանա կենսունակություն ունենալու եւ դրան տիրապետելու Հետքը ժողովրդական ինչն է թողում այդ հետքը հետադարձի ճանապարհից։ Այսինքն հուսալքությունից հետո վերականգնելու պահին։ Հա, обязательно, հա։ Էլ ինչ տարբերակներ կարանալ են։ Անմահություն։ Բացի չէ, դրան տիրապետելու եւ ունենալու։ Կենսափորձը, հա։ Լսում եմ ձեզ, Պարոն Լիլիթ։ հաղորդավար, եթե թույլ կտաք, մենք դահլիճի օգնությունը կվերցնենք։ Իհարկե թույլ կտամ։ Իհարկե։ Ռուս գրող Ֆազիլ Իսկանդերը նշում է, որ դրան տիրապետելու եւ այդ զգացմունքն ունենալու համար պետք է ընկնել այդ զգացումն ունենալու համար պետք է ընկնել ծայրահեղ հոռետեսության գիրկը, նայել սարսափելի անդունդի մեջ, համոզվել, որ այնտեղ ոչինչ չկա ու կամաց հետ վերադառնալ։ Ինչն է Իսկանդերի կարծիքով այն հետքը, որը մնում է այդ ինքնատիպ հետադարձի ճանապարհին։ 20 վայրկյան։ Либо интуиция, то есть что-то должно. Это же Есть еще версия на հոռետեսության մասին է խոսում։ Հույսը միգուցե։ Ժամանակ։ Ով է պատասխանում։ Так, ես եմ պատասխանում, որովհետև պատասխանները շատ էին, երևի թե տարբերակներից մեկը ունենք նաև մենք, դա փորձներ, կենսափորձը, որը որ կասկածում եմ, որ կարող է եւ զուգահեռ անցկացնել նաև ինտուիցիայի միջև, այսինքն դա զգացում է, ինչ որ ներքին զգացում է, որը որ տալիս է քեզ կենսափորձի հետ միասին ինչ որ ապագայի Ես հասկացա, ընդհանրապես ինչ զգացումներ են լինում Լիլիթ մարդու մոտ։ Տարբեր։ Օրինակ։ Շատ։ Հիասթափություն, ուրախություն։ Հասկանալի է, ձեր պատասխանը հույս։ Հույս։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Սկիզբ պատմվածքում Ֆազիլ Իսկանդերը գրում է. դրան տիրապետելու համար պետք է ընկնել ծայրահեղ հոռետեսության գիրկը, նայել սարսափելի անդունդի մեջ, համոզվել, որ այնտեղ ոչինչ չկա ու կամաց հետ վերադառնալ։ Հետքը, որ մնում է հետադարձ ճանապարհին, հենց իսկական հումորն է։ Ես հասկանում եմ, որ սա սարսափելի բարդ հարց է։
Բայց ես առաջարկում եմ, որ թևաթափ չլինել, շարունակել խաղալ, դեռ ոչինչ կորցրած չէ։ 4-0 Արշավիր Խաչատրյանը բերում է 4-րդ միավորը իր թիմի եւ ստանում 160,000 դրամ Ռոսկովստրատ Արմենիա ընկերությունից։ Այդ տարբերակը չենք ունեցել։ 4-0 Տիկնայք և պարոնայք, դավիճում ներկա է PC էլեկտրոնիկ սխանուցրայի ներկայացիչ պարոն Սամսոն Թումանյանը։ Բարի երեկո պարոն Թումանյան։ Բարի երեկո պարոն հաղորդավար։ Պարոն Թումանյան, բացի կենցաղային տեխնիկայից դուք առաջարկում եք նաև կարի մեքենաներ պրոֆեսիոնալ գործունեության համար։ Ինչ առավելություններ ունեն այդ մեքենաները։ Այո, պարոն հաղորդավար, PC էլեկտրոնիկ սխանուցարահը առաջարկում է պրոֆեսիոնալ եւ կիսապրոֆեսիոնալ, այսինքն համ սովորական, համ բազմաֆունկցիոնալ կարի մեքենաներ աշխարհահռչակ Ջանոմ եւ Brother ֆիրմաների։ Իրենք շատ հուսալի, շատ լավ աշխատում են, շատ հուսալի են եւ դրանք դուք կարող եք ձեռք բերել մեր խանութից թե կանխիկ տարբերակով, թե ապառիկ տարբերակով։ Ապառիկը այսօր կարող եք ձևակերպել 30 ամսվա մարման ժամկետով, առաջի 8 ամիսը անտոկոս։ Շնորհակալություն, շարունակում ենք խաղը 5-րդ խաղափուլ։ Սուպեր Հարգելի հեռուստատիտողներ, ձեր հարցերը կարող եք ուղարկել հետևյալ հասցեով Երևան Եղվարդի խճուղի 1 Արմենիա հեռուստատեսություն ինչ որտեղ երթ հեռուստախաղին կամ info@pr.am էլեկտրոնային հասցեով այն նամակները, որտեղ տեղեկատվության աղբյուրը եւ ձեր հեռախոսի համարը նշված չեն լինի, չեն դիտարկվի մեր խմբագիրների կողմից։ Ձեր դեմ խաղում է Սերգեյ Ավչյանը Վանաձորից։ Գերմանացի մանկավարժ Ֆրիդրիխ Վիլհելմ Ֆրոբելը գտնում էր, որ երեխաները Աստծո բույսերն են։ Ուշադրություն հարցը։ Ինչ է հիմնադրել Ֆրոբելը 1837 թվականին Բադ Բլանկենբուրգ քաղաքում։ Ժամանակ։ Աստծո բույս, այսինքն դա հնարավոր է, որ լինի ինչ-որ մանկապարտեզ կամ մանկավարժական ինչ-որ Եկեք կանանց նվիրենք ծաղիկներ, հա։ Աստծո բույս, մանկաբարձություն, բայց մանկաբարձություն, բժշկական դժվարություն, Բայց բան է, բույս, միգուցե ինչ-որ դպրոց կրթական հատվածություն, բույսը պետք է աճեցնել, Այդ որբերի համար դպրոց կամ ինչ-որ Չէ, գիշերոտիկներ եթե նստեք, որ բույսը ուրեմն պետք է բույսին աճեցնել, մանկամասուր, մանկապարտեզ, լավ, ինչ կարող։ Հա, դպրոցներ հաստատ կլինեն։ Միգուցե առաջի եկեղեցական դպրոցը միգուցե բարժարան եկեղեցունքից, որովհետև Աստծո Բույսերն են։ բլակ ինչ-որ բաներ։ Չէ, Կրոնի դասեր, չգիտեմ։ Դպրոցները միշտ եկեղեցական են եղել, մանկապարտեզ։ Առաջին մանկապարտեզ։ Կրոնի դասեր Կինդերգարդեն գերմաներն էլ գալիս։ Կինդերգարդեն լեզվով հնչում։ Ժամանակ ով է պատասխանում, Լիլիթ։ պատասխանում է Արկադին։ Արկադի Գրիգորյանին լսում ենք։ Պարոն հաղորդավար, մենք կարծում ենք, որ նա ստեղծել է մանկապարտեզ, թերևս առաջին մանկապարտեզը։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Գերմանացի մանկավարժ Ֆրիդրիխ Վիլհելմ Ֆրոբելը գտնում էր, որ երեխաներն Աստծո բույսերն են եւ նրանց միշտ պետք է հոգատարությամբ խնամել, ինչպես այգու բույսերը կամ պարտեզի։ Իսկ այդ իսկ պատճառով 1837 թվականին Բադ Բլանկենբուրգ քաղաքում Ֆրոբելը հիմնադրեց առաջին Kindergarten-ը, որը գերմաներենից թարգմանաբար նշանակում է մանկապարտեզ։ 4-1 դուք վաստակեցիք առաջին միավորը եւ բավականին հետաքրքիր իմիջայլոց այնպիսի տպավորություն էր, որ մինչև հիմա չէի խաղում եւ այս խաղափուլում միանգամից բոլորը սկսեցին խաղալ միանգամից, հա, մեկը մի մանկապարտեզ Աստծո, քանի որ դպրոց է Աստծո մոտ, հետո Արկադին Kindergarten բառը ասեց ու դուրս եկակ արդեն վերջնական մանկապարտեզի վրա։ Սա ես կասեի դասական, հա, րոպե է, ինչ որտեղ երբի։ Շարունակում ենք խաղը 6-րդ խաղափուլ։
все же активное обсуждение очень помогает. Ուշադրություն, հաղթող բոլոր հաղթող հեռուստադիտողները իրենց մրցանակները կարող են ստանալ միայն ինչ որտեղ երբ ձմեռային եթերաշրջանի եզրափակիչ խաղի հեռարձակումից հետո։ Ես կարծում եմ, որ սեղանի շուրջ նստած են մարդիկ, որոնք սովոր են մինչև վերջ պայքարելու, այնպես որ դեռ ոչինչ ավարտված չէ։ Սեդա Թունյան, տնային տնտեսուհի Երևանից։ Բարոն Գրիգորյան, դուք եղել եք Դանիայում։ Ցավոք ոչ, պարոն հաղորդավար։ Իսկ ով է եղել, կա մարդ, որ եղել է։ Ես Պարոն Մարտիրոսյան, եթե եղել եք Դանիայում, երևի թե նաև այցելել եք զվարճանքների Լեգոլենդ հանրայիտ այգի, թե չէ։ Ցավոք ոչ։ Ցավոք ոչ։ Մեն այդ դեպքում լսեք, եթե դուք Դանիայում այցելեիք զվարճանքների Լեգոլենդ հանրայիտ այգի եւ վճարեիք 263 կրոն, ինչը հավասարազոր է մոտ $50, ապա հնարավորություն կստանաք անսահմանափակ քանակությամբ ատրակցիոններից օգտվել ամբողջ օրը։ Այդ մասին է վկայում դրամարկղի մոտ փակցված հայտարարությունը։ Ուշադրություն հարցը։ Ինչն է պատճառը, որ այգու հաճախորդների մեծ մասը չի օգտվում իրեն տրված այդ հնարավորությունից։ Ժամանակ։ Լեգոներից է հավաքված։ Նախատեսված կամ միայն երեխաների համար։ Այգին մեծ է, չէ, ամբողջ օր չեն։ Կամ եթե Ենթադրվում է, որ ատրակցիոններից ուղղակի հավաքելով մեծամասնությունը Ատրակցիոնը հենց հավաքելն է։ Լեգոլենդա չեն օգտվում մեծամասնությունը, ուրեմն նախատեսված է երեխաների համար։ Ավելի լավը տարբեր բան է, հա Առաջինը չեն հասցնի օգտվեն, առանձին ավելի ժանակ։ Ենթադրվում է, որ լեգով տարվում է։ Հետո հավեսով երեխեք երևի հավեսը միտեղ բան անում են։ Լեգոլենդ։ բացի նրանից, որ երեխաների հետ չեն գալիս, բացի նրանից, որ ամբողջ օրը չեն հասցնի օգտվել այդ։ Էլ ինչ տարբերակ կարալի։ Իսկ ուղղակի տարվում է լեգո ենթադրվում։ Կամ չեն օգնում, որովհետև բոլոր ատրակցիոնները այնտեղ լեգոից է։ Առաջի գնացողը իմանալը հասնի, թե չի հասնի։ Տարբերակը չեն հասցնի։ Ժամանակ, Լիլիթ։ Պատասխանում է Հրանտ Մելիք Շահնազարյան։ Մելիք Շահնազարյան Հրանտը։ Լսում ենք ձեզ։ Հաղորդավար, կարծում ենք, որ պարզապես չեն հասնի ամբողջ այդ ատրակցիոններից օգտվել, այդ իսկ պատճառով չեն վճարում բոլորի համար։ Մեկ օրվա ընթացքում։ Չեմ վերցնում 50, ասես Ինչու չէ, խոսքը տեսեք ինչի մասին է։ Երբ արդեն վճարել են այդ գումարը, որպեսզի օգտվեն։ Չեն հասցնում։ Միևնույն է չեն հասնում բոլորը։ Ինչու չեն հասցնում։ Մեծ է տարածքը, չեն ժամանակի առումով չեն տեղավորվում։ Ժամանակի առումով չեն տեղավորվում։ Միջև հավաքեն այդ բոլորը ժամանակը գնում է, էլ այսինքն կենտրոնանում են ինչ-որ մեկ ատրակցիոնի վրա եւ բոլորից օգտվել չեն հասնում։ Հասկանալի է, ձեր պատասխանը հասկանալի է։ Հիմա ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Լեգոլենդում չեք եղել, Դիսնեյլենդում եղել եք։ Հա։ Պորտ Ավենտուրայում։ Դիսնեյլենդում էլ չեք եղել։ Մոնումենտում ենք եղել։ Մոնումենտում եք եղել, հասկանալի է։ Լեգոլենդը շատ հայտնի այգի է։ Վիճակագրական տվյալներով ամեն տարի այցելուների թիվն այնտեղ հասնում է 1.5 միլիոնի։ Պատկերացրեք, թե ամեն մի ատրակցիոնի մոտ ինչ հերթ է գոյանում, նման հերթի մեջ դուք երկրորդ անգամ դժվար թե կանգնեք։ Պատճառը հերթերն են եւ եթե այնտեղ եղած լինեիք հաստատ ինձ թվում է կպատասխանեիք այս հարցին, որովհետեւ ես անձամբ երեխաների համար չեմ կանգնել երկրորդ անգամ այդ ատրակցիոններին հերթ։ 5-1 եւ Սեդա Թունյանը Բաստարկում է 5-րդ միավորը, ստանում 180,000 դրամ դրամական պարգև Ռոսգոստրանս ընկերությունից, իսկ մեզ մոտ դեգուստացիոն դադար է։
Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա է Մադաթը բրենդի ներկայացուցիչ պարոն Լևոն Բուդաղյանը։ Բարի երեկո, պարոն Բուդաղյան։ Բարի երեկո, պարոն Աղսալյան։ Պարոն Բուդաղյան, Այո։ ես ուշադրություն դարձրեցի ինձ համար անսովոր նռան գինու գույնի վրա եւ ինձ թվում է ոչ միայն ես իմիջայլոց այսօր մեր գիտակները փորձում են նռան գինի ես ճիշտն ասած ինձ դա շատ դուր է եկել ես փորձել եմ արդեն Պարոն Հաղորդավար, ուղղակի ասեմ, որ Բերթաշեն նուրը պատրաստում է գործարանի սեփական այգիներում աճեցվող նռից, օգտագործում է միայն նուր, իսկ նուրը մեզ մոտ վերամշակումից հետո ստանում է իր համար բնական այս գույնը։ Այսինքն ես այդպես հասկանում եմ, որ որոշ դեպքերում այն գույնը, որ մենք տեսնում ենք, դա իրական նռան գույն չի։ Ես կարող եմ ասել ուղղակի, որ մեզ մոտ նուրը բնական նուր է։ Ես հասկացա։ Ես հասկացած ես, պարոն Բուդաղյան, ինչ որտեղ երբ ձմեռային եթերաշրջանի գլխավոր հովանավորն է Ռոզգոստրախ Արմենիա ընկերությունը, հովանավորներն են Յուկոմ ընկերությունը, Կոնյակ Մադաթը, Բիսի էլեկտրոնիկս խանութ սրահ եւ Ռոստանույութ ընկերությունը, իսկ հեռուստադիտողների եւ գիտակների գործընկերն է Նուրքարտը, գովազդ Արմենիա TV-ի եթերում։ Տիկնայք եւ պարոնայք, մեր դահլիճում ներկա են Նուրքարտ նախագծի գլխավոր տնօրեն Մարինա Դալլակյանը։ Բարի երեկո։ Բարի երեկո, պարոն հաղորդավար։ Դուք մեր բոլոր լավագույն գիտակներին եւ հեռուստադիտողներին տրամադրում եք Նուրքարտ Gold։ Իսկ ինչ առավելություն ունի այդ քարտատեսակը։ Մինչև առավելությունը ասել է, ասեմ, որ Նուրքարտ Gold քարտատեսակը շատ համահունչ է ինչ որտեղ երբ խաղի բոլոր գիտակներին, քանի որ ավելի ընդգծում է նրանց այդ ունակությունները, իսկ Gold քարտը ինքը իր տեսակով առանձնանում է նրանով, որ տալիս է բացառիկ հնարավորություն ունենալ Նուրքարտ կൂട്ടակային ծրագրում առկա բոլոր առավելությունները, բացի դրանից ունենալ առանձնահատուկ շատ զգալի զեղչեր մեր բոլոր գործընկերների մոտ, իդեպ խորհուրդ եմ տալիս նրանց, ովքեր դեռ չունեն այդ քարտը անպայման ունենալ, որովհետև Նուրքարտ Gold քարտատեսակը բավականին կարողանում է ընդգծել մարդու առանձնահատկությունները եւ տալիս է առավելություններ այն համակարգերում, որտեղ ոչ մի ուրիշ քարտատեսակ եւ ոչ մի ուրիշ ծրագիր այդ առավելությունները չունի։ Շնորհակալություն։ Շարունակում ենք խաղը 7-րդ խաղափուլ։ Արգելի հեռուստադիտողներ, ձեր նամակներում անպայման նշեք հարցի ձևակերպումն ու ճիշտ պատասխանը, տեղեկատվության սկզբնաղբյուրը, ձեր անուն, ազգանուն, հայրանունը եւ հետադարձ հասցեն ու հեռախոսահամարը։ Ձեր դեմ խաղում է Մհեր Մհերյանը, գյուղատնտես Երևանից։ Ուշադրություն էկրանին։ Եգիպտոսի Աբու Սիմբել տաճարի մուտքը ուղղված է դեպի արևելք, այնպես, որ արևի ճառագայթները տաճար են ներթափանցում տարվա մեջ միայն 2 օր, այն էլ մի քանի րոպեով։ Այդ օրերին արևի ճառագայթները լուսավորում են երկնքի աստված Ամոնի, Արևի աստված Ռայի եւ Ռամզես II փարավոնի արձանները։ Ուշադրություն հարցը։ Իսկ ինչու է 4-րդ Պտա Աստծո արձանը միշտ մնում մթության մեջ։ Ժամանակ։ Խաղարի աստվածն է, որ պիտի չլուսավորվի։ Էլ տարբերակներ։ Աստծո անունը։ Պտա։ Ես միգուցե չունեմ շտվերների աստվածն Անդրշիրիմյան աշխարհի պահապանը միգուցե, որովհետև աստվածը չի, պահապանն է։ Խավարի աստվածությունը հնարավոր վերսիա։ Ինչ որ եթե երկու անգամա գիշերը հավասարի օր պետք է։ Գիշերը հավասարի կամ ուղղակի ասենք ճարտարապետական սխալ է, դու չեն հաշվարկել։ Երկու հավասար Միակ
թեմա կա, դեպի արևելք է։ Դեպի արևելք է, ո՞վ։ Այդ ուղղություն ասելը անիմաստ չի։ Ուղղությունը կապ ունի։ Տաճարները միշտ դեպի արևելք Չէ, են։ իր ֆունկցիայի հետ է կապված։ Գիշերը հավասար։ Արևի խավարման հետ կապ խավարի կամ որովհետև ամոներ վերջի հաշվով դա բոլորը ու մեկ էլ երկու անգամ է պատկերացրեք, ընդհանրապես մի քանի գիշերը րոպե։ հավասար։ Մարտի 22-ին է։ Ժամանակ ով է պատասխանում։ Պատասխանում է Արամը Աբրահամյան։ Պարոն Աբրահամյան, լսում եմ ձեզ։ Այդ վերջի այն Աստծո անունը կտակ Տա։ այն վատ Աստծո, հա։ Այդ ես ենթադրում եմ, որ այսինքն մենք ենթադրում ենք, որ այս Աստվածը այդքան լավ Աստված չի, երևի ստվերների կամ խավարի Աստված է, դրա համար չի լուսավորվում։ Ես հասկացա ձեզ, պարոն Աբրահամյան, ուշադրություն ճիշտ պատասխանը։ Դա Աստծո արձանը միշտ մնում է մթության մեջ, պարոն Չախոյան, ոնց որ թե ինչ-որ մեկ րոպեվա մեջ ես լսեցի մի այսպիսի տարբերակ ասվեց, որ միգուցե դա ճարտարապետական սխալ է։ Ես ճիշտն ասած տվյալ պարագայում կասեմ, որ դա ճարտարապետական հանճար է, քանի որ պտահը ստորգետնյա աշխարհի եւ խավարի դիլակալն է։ Ինչպես հասկանում եք, նա միշտ պետք է մնա խավարի մեջ եւ նման լուծում են ստացել, պատկերացրեք երբ դեռ 5-2 Դիգնայք եւ պարոնեք, դալիճում ներկային Ռոսգոստրախ Արմենիա ընկերության փոխտնօրեն պարոն Վահագն Աղավելյանը եւ մարքեթինգային կոմունիկացիայի դեպարտամենտի ղեկավար Էմմա Մաժարովան։ Բարի երեկո։ Բարի երեկո։ Պարոն Աղավելյան, ճիշտն ասած, այսօր խաղը, թեև այս թիմը արդեն մեզ ցույց է տվել, որ կարողանում է շատ լավ խաղ ցուցադրել, ես չեմ կասկածում, որ այսօր դեռ կշարունակեն նրանք լավ խաղ ցուցադրել, բայց այնուամենայնիվ ինչ ձեր կարծիքով ինչն էր պատճառը, որ մի փոքր լավ չսկսեց թիմը։ Երևի թե փորձը կամ բլիցը ոնց հուշում են։ Երևի թե բլիցը եւ փորձը։ Ես հասկացա Ավելի ճիշտ փորձի պակասությունը։ Հասկանալի է կանք։ Մի անգամից հասկանալի է, շարունակում ենք խաղը 8-րդ խաղափուլ։ Արգելի հեռուստադիտողներ, ձեր ուղարկած բոլոր հարցերը մասնակցում են մրցույթին եւ խմբագրվում։ Մրցույթի արդյունքների մասին դուք կարող եք տեղեկանալ միայն մեր հաղորդումներից, որոնք հեռարձակվում են Արմենիա հեռուստատեսությամբ։ Ծրագրանը մինիմումի կատարում է։ Նրանց լծոնումներով։ Ձեր դեմ խաղում է Գևորգ Դադայանը, էներգետիկ Երևանից։ Հայտնվելով Ավստրիայում եւ ճամփորդելով իրեն անծանոթ երկրում, ֆրանսիացի գրող Օնորե դե Բալզակը գտավ կառապաններին վճարելու այնպիսի մի ձև, որ եւ կառապանները գոհ մնան, եւ ինքը ֆինանսապես չտուժի։ Երբ գալիս էր վճարելու պահը, գրողն արծաթե դրամներից յուրաքանչյուրը հաշվելով դանդաղ դնում էր կառապանի ափի մեջ եւ հետևում նրա դեմքի արտահայտությանը։ Ուշադրություն հարցը. Ինչ էր անում Բալզակը, երբ կառապանի դեմքին գոհունակության ժպիտ էր հայտնվում։ Ժամանակ։ Մի հատ կարող հետ եկար, ուղղակի շնորհակալություն հետ։ Շնորհակալություն վերջ։ Չէ, բայց երկուսն է գոհ մնան։ Այսինքն իրանել է ինչ-որ բան մնում։ Այմա տենց դեմքի վրա գոհունակության նշանա, ուրեմն արդեն ավել է։ Արդեն ավել է։ Հետա վերցնեմ եւ Էլ տարբերակների Գուցե եթե Ավստրիայում անշրջագայը ֆրանսիական փողը տվե, հա? Չէ, բայց այդ ժամանակ իր գոհունակության նպատակը ո՞րն էր։ Ասում են փողը ֆրանսիականը հետ տվեք։ Չէ, չգիտեմ։ Տարբերակ։
Մի հատ էլ ավել տալ։ Ենթադրում եմ ֆրանսիական փողը միգուցե ավելի ցածր արժեքով տարադրամ եղել։ Ուղղակի փոխարինել է ֆրանսիական դրամով։ Կուրսերը ինտերիակ էին եւ Հետ ինքը կամ հետ էր կամ դառնում էր, այստեղ Ենթադրում եմ կամ հետ է վերցնում կամ փոխարինում է իր մետաղադրամ, այսինքն ֆրանսիական։ Վերջին ակի շնորհակալություն ասեք։ Լավ, տարբերակ ուրեմն Սամվել Մարտիրոսյան։ Պատասխանում է Սամվել Մարտիրոսյան։ Լսում ենք ձեզ, պարոն Մարտիրոսյան։ Գիտեք, այստեղ երկու տարբերակ, այսինքն երբ որ Ղարաբաղը շատ գոհ դեմքի արտահայտություն ունի, արդեն նշանակում է, որ գումարը ստացել է եւ մի բան էլ ավել։ Այստեղ իհարկե կախված է թե Բալզակը ինչքանով կուսով անձնավորություն էր, ինչու ես չգիտեմ ճիշտն ասած, բայց մի տարբերակ կամ կարող էր այդտեղ դադարել տալ, բայց ավելի շատ ենթադրում եմ, որ մի հատ վերջի տրվածը վերցնում էր հետ եւ պաստորեն բոլորը գոհ էին մնում, որովհետեւ Ղարաբաղը ստանում էր իր գումարը, որը նորմալ գումար էր, Բալզակն էլ ծախսում էր այնքան, ինչքան միջին շուկայական գներին համապատասխան։ Հասկանալի է։ Հասկանալի է, պարոն Մարտիրոսյան։ Իսկ հիմա ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Զուսպ կառապանների գոհունակ ժպիտից նա հասկանում էր, որ ինքն արդեն վճարել է ավելին։ Երբ կառապանը գոհունակությամբ ժպտում էր, Բալզակը հետ էր վերցնում վերջին մետաղադրամը եւ հեռանում համոզված լինելով, որ վճարել է այնքան, ինչքան որ պետք է, այսինքն շուկայական գներին համապատասխան, ինչպես ասեց պարոն Մարտիրոսյանը, 5-3 գնաց խաղը, հա, ոնց որտեղ 6-3 էլ ոչի։ Ինչ է պարոն Մարտիրոսյան, ես չլսես։ Ասում եմ 7-ից խաղանք այսօր։ 7-ից խաղանք, չէ, այդպես չի լինում, դա խաղի կանոնների խախտում կդիտվի, պարոն Մարտիրոսյան, եւ ինչ չեն ների ձեր դահլիճում կանգնած ձեր կողքի պրոֆեսիոնալ գիտակները։ Ինյորդ խաղապուր։ Հեշտ հարց է։ Հարցերը հեշտացրեցին։ Ստացվում է այնպես, որ այո, սլաքը մեկ-մեկ օգնում է գիտակներին, մեկ-մեկ ընդհակառակ Ձեր դեմ խաղում է Մարինա Սարգսյանը, բժիշկ, քաղաք Սալոնիկ, Հունաստան։ Ուշադրություն, թուղթ։ Ռուս կայսրուհի Եկատերինա II պաշտոնական այրերին ուղղված իր հանձնարարականում գրել է. Հիշեք, որ գործ ունեք կենդանի մարդկանց հետ։ Ուշադրություն հարցը։ Ցույց տվեք, թե համաձայն այդ հանձնարարականի ինչ կարելի է անել թղթի հետ, բայց մարդկանց դեպքում չի կարելի։ Ժամանակ։ Կամ ծավել կամ ճմրթել, ճմրթել գծել։ Դենն է դել։ Ոչնչացնել, դենն է։ Կոտրել է, ճմրթել եւ շաքարել։ Խզբզը ճակատագիր է, Տարբերակն է միլիոն։ եթե մարդու ճակատագիրը հնարավոր տարբերակ գտնենք օպտիմալ։ խաչ քաշել, մարդու ճակատագիրը առաջարկում եմ պատասխանի ժամանակ մի հատ խաչ քաշել։ Ուտելու ամեն ինչ անել։ Գոնե մի բան Չէ, պատրել չէ։ Արտահայտություն կա, չէ՞, խաչ քաշել մարդու վրա։ Բայց ինքը թղթի վրա է, չի ասել։ Կրեսնալու։ Հա, բայց դա չէ ասոցիացիա թղթի է, ճմրթելն է։ Նա դստավից կրեսնալու վերսիա։ Վերսիա, թղթի վրա։ Բայց երևի շորոջը չգիտեմ։ Ճմրթել։ Նա ուրիշ Սամվել երկուսն էլ իրար է։ Ջան Անդրեևսկի սլավան։ վերջում փուտ է։ Կտոտ փրթես։ Ճմրթել շատ բան։ Պատրաստ։ Ոչ պետք չի ճմրթել շփոթ։ Էնել է։ Ժամանակ, ով է պատասխանում։ Պարոն հաղորդավար։ Կարելի է մի վարքյան մի բան ասեմ։ Այո։ Թույլ կտաք, որ եւս 1 րոպե վեկանեն։ Չէ, պարոն Աստվածատրյան, պատասխանում են մի խանգարեք պատասխանի ժամանակ, հետո կզրուցեք։
Լսում եմ ձեզ։ Լավ, պատասխանում է Սամվելը Մարտիրոսյան։ Լսում եմ, պարոն Մարտիրոսյան։ Դե, այսպես չինովնիկի իհարկե դաժանությունից է կախված, ինքը կարող էր վերցնել, հաշվել եւ այսպես դեն նետել։ Մենք հարցրել էինք, խնդրել էինք ցուցադրել, պարոն Մարտիրոսյանը ցուցադրեց։ Իսկ հիմա ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Հանձնարարական գրելով պաշտոնական այրերին Եկատերինա II-ն ասել է. հիշեք, որ գործ ունեք կենդանի մարդկանց հետ, իսկ մարդիկ թուղթ չեն, որը կարելի է նաև ճմրթել։ Եթե մարդը ճմրթվեց, նրան ոչ մի արդուկ այլևս չի արդուկի։ 5-4 5-4 Վերադառնում ենք, արթնանում ենք, հա, այսպես ինչ-որ տպավորություն ստեղծվեց վերջին 3-4 հարցերի ընթացքում։ Իսկ մենք շարունակում ենք 10-րդ խաղափուր։ 5-4 Դիլիչ Առայժմ հոգուտ հեռուստադիտողների, այսինքն սխալվելու իրավունք այլևս չունեք։ Ես արդեն քանի օրինա սխալվելու իրավունք։ Դու, պարոն Մարտիրոսյան, հենց այդ քանի օրինն էլ չեք սխալվել։ Որտեղ անձնդի եդրին ենք կանգնած։ Այսինքն Ֆազիլ Իսկանդերը ճիշտ էր, որ հումորը այնուամենայնիվ ձեռք բերեցիք ու օգնեց։ Այո։ Սլաքի ուղղությամբ ձեր դեմ խաղում է Ալինա Ավակյանը, քիմիկոս Երևանից։ Ճապոնիայում այդ նպատակով օգտագործում են մանուշակներ, Հնդկաստանում բանանի ծաղիկներ, Չինաստանում շուշաններ, Ռումինիայում ջրաշուշաններ, իսկ այնինչ նախընտրում են Հայաստանում, այժմ գտնվում է կուլիսների ետևում։ Ուշադրություն հարցը։ Ինչ է կուլիսների ետևում։ Ժամանակ։ Հարսանիք հետ կապ ունի այդ։ Ճապոնիայում զամբյուղներ Չինաստանում շուշան, Սքո պսակներ, տոնական հարսանեկան պսակներ։ Ինչ է իրական։ Մեխակ Հայաստանում սքո պարական։ Արմենիաստանում մեխակ։ Իսկ եթե դա սքո չէ, Հակառակը չտասան որ ամուսնական հարսի շուշան գիտեմ հարսանեկան Ռիտուալը միշտ սքոյի։ Եթե դա հուղարկավորության ռիտուալներ շատ տարածող երկրների ցանկ մեխակ չէ, Չինաստան միանշանակ մեխակ։ իսկ ազգային հատկանիշներով մեկ այլ բան օգտագործել եք երբևէ։ Եթե նախկայինով են գնում, Մանուշակ հայկական Հայկական Զուտ հայկականը մեխակն է, սեզոնային։ Դա կենտոզույգ։ Ուզեն ասեմ հարսանիքների սպეციფიկ ծաղիկ չունենք, Լավ, ուրեմն Ժորժան, սեզոնային նստող։ ուրիշ ավելի լագիչնի բան չեմ կարող աստղ չենք գտել։ քննարկեցինք ուղղակի։ Չաստրա Պարոն հաղորդավար, Լսում եմ ձեզ, պատասխանում է Արկադի Գրիգորյանը։ լսում եմ ձեզ, պարոն Գրիգորյան։ Պարոն հաղորդավար, ճակատագրական է, բայց չեմ երկմտի։ Մեխակներ, մեխակ։ Ինչու համար։ Սքո ռիտուալի ենթադրում եմ։ Հուղարկավորություն, չգիտեմ, հուղարկավորություն ենթադրում եմ, այդ Եթե մի քիչ փորձառու լինեիք, պարոն Գրիգորյան։ չէի պատասխանի ձեր երկրորդ տված հարցը։ Մեխակներ, չեմ ասում ինչի համար, մեխակներ։ բան չենք լսել։ Ուշադրություն, ճիշտ պատասխանը։ Պարոն Գրիգորյան, նկատեցիք, որ ենթադրենք սքո ռիտուալն է կամ հարսանեկան, հաստատ մի ծաղիկ չի օգտագործվում, չէ։ Մեկ ծաղիկ չի օգտագործվում։ Մի քանի ծաղիկներ են օգտագործվում։ Իսկ եթե նկատեցիք, ես ասեցի Հնդկաստանում բանանի ծաղիկներ, ամենտեղ մեկ հատ էր, եւ Հայաստանում էլ ենթադրվում էր, որ կուլիսներում մեկ բան պետք է լինի։ Դուք ասեցիք մեխակներ։ Միևնույն նպատակով, այսինքն այդ նպատակով Ճապոնիայում օգտագործում են մանուշակներ, Հնդկաստանում բանանի ծաղիկներ, Չինաստանում շուշաններ, Ռումինիայում ջրաշուշաններ, իսկ Հայաստանում այ եթե գտնեիք նպատակը, մուրաբա եւ մրգահույտ են պատրաստում, ուշադրություն, վարդի, թերթիկներից։
6-4 հոգուտ հերուստադիտողների Ալինա Ավակյանը վաստակում է 6-րդ հաղթական միավորը, ինչպես նաև 200,000 դրամ Ռոստոստրախ ընկերությունից եւ ես արձանագրում եմ հերուստադիտողների հաղթանակը։ Նշում հաղթող հերուստադիտողների անունները. Սուսաննա Մանասերյան, Քրիստինա Ղազարյան, Ռոստոստրախ Արմենիա, Արշավիր Խաչատրյանը, Սեդա Թունյանը եւ Ալինա Ավակյանը։ 6-4 հերուստադիտողների հաղթանակ։ Անցյալ անգամ դուք հաղթեցիք, այս անգամ հերուստադիտողները, թեև ինչքան էլ մի փոքր շուտ սկսեիք, ես համոզված եմ, որ այս խաղն է թեև դժվարությամբ, բայց կարողանայիք հաղթել, Լիլիթ։ Մենք դեռ կկարողանանք։ Ես չեմ կասկածում, ես տեսել եմ, թե ինչպես է ձեզ հետաքրքրել խաղը եւ ինչպես էիք դուք պատրաստվում խաղին։ Պարոն Եսայան, Յուկոմ ընկերության տնօրեն Հայկ Եսայանին խնդրենք ասել այսօրվա լավագույն գիտակի անունը։ Կարծում եմ Արկադի Գրիգորյանն։ Արկադի Գրիգորյանը դառնում է այսօրվա խաղի լավագույն գիտակը։ Ճանաչվում է այսօրվա խաղի լավագույն գիտակը եւ ստանում Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Երևանի Պետական կոնսերվատորիայի Դաշնամուրային ֆակուլտետի դեկան Արմեն Բաբախանյանի մակագրությամբ Կազմա Ֆրուտկով իզբրնե գիրքը, ինչպես նաեւ իր կատարումների ձայնասկավառակը։ Հիշեցնեմ, որ բոլոր գրքերը մեզ է տրամադրում բյուրոկրատ գրախանութը։ Պարոն Գրիգորյանը ստանում է նաեւ Triple Play Jazz փաթեթի Երամսյա բաժանորդագրություն Յուկոմ ընկերության կողմից, միկրոարիկային վարարան PC Electronics խանութսրահի կողմից, Բերթաշեն Նռան գինի, ինչպես նաև Mastercard Nurcard Gold Premium դասի կարդ և 100,000 դրամ Beeline All-in-One Nur հետ վճարային սակագնային փաթեթի Gold հեռախոսահամար նոր 043 կոդով Nurcard-ից։ Պարոն Աղավելյան։ Այո։ Ձեր գործը մի քիչ ավելի բարդ է, ես կարծում եմ 6 հարց, որից մեկը Ռոստոստրախն է, ես չեմ ընթերցի այն։ Սուսաննա Մանասերյան, հարց սկունսների մասին, Քրիստինա Ղազարյան, հարց գրքի մասին, Արշավիր Խաչատրյան, հարցը հումորի մասին, Սեդա Թունյանը, հարց Լեգոլենդի մասին եւ Ալինա Ավակյան, հարց Վարդի Մուրաբայի եւ թերթիկների մասին։ Երևի թե վերջի հարցը Վարդի Մուրաբայի վերաբերյալ։ Ալինա Ավակյանը, ես Միչայլոց համաձայն եմ լրիվ ձեզ հետ, պարոն Աղավելյան, դառնում է այսօրվա խաղի լավագույն հեռուստադիտող եւ ստանում է 99 վերնագիրը կրող գիրքը Յուկոմ ընկերությունից, Բերթաշեն Նռան գինի, Mastercard Nurcard Gold Premium դասի եւ կարտը եւ 100,000 դրամ, Beeline Nur All-in-One հետ վճարային սակագնային փաթեթի Gold հեռախոսահամար նոր 043 կոդով Nurcard-ից։ Խաղն ավարտված է, շնորհակալություն խաղին մասնակցելու համար։ Իսկ մենք կհանդիպենք մեկ շաբաթից Armenia TV եթերում։